Սոֆադյան կարող ես փորձել։ Առաջինը ես եմ փորձել իմ անկեղծ վարդույթը ասեմ, բայց շատ տաք է, սա գտալը բերեմ, փորձեմ։ Հոգնել եք կրկնվող ուտեստներից, եկեք տեսնենք, թե ինչ է առաջարկում Երևան City-ն այսօր պատրաստելու համար։ Իսկ այս հարցում մեզ կօգնի Երևան City-ի պրոմոտ հերթիկը։ Ինչպես արդեն հասկացաք իմ ընտրած մածունից, մենք այսօր պատրաստելու ենք համեղ սպաս, որի լավագույն գրավականը ճիշտ ընտրված մածունն է, այս պարագայում Անիի մածունը։ Մինչև ապրիլի 15-ը պրոմոտ հերթիկի շրջանակներում տվյալ մածունը 1350 դրամի փոխարեն կարող եք գնել 1170 դրամով։ Էլ ինչ է պետք համեղ սպաս պատրաստելու համար, իհարկե որակյալ ցորենի ձավար։ Դե ինչ, անուշաբույր կանաչին էլ ընտրեցինք, իսկ հիմա գնանք պատրաստենք մեր համեղ սպասը։ Տիկին շողերի հետ միասին պատրաստելու ենք անմահական սպաս։ Հիմա խնդրեմ տիկին շողեր, հերթով ասես, որից ենք սկսում, ինչ բաղադրիչներ ենք օգտագործում։ Սկսում ենք մածունը, ձուն, հարում ենք, ալուրը հետո լցնում ենք, հարում ենք, հետո ավելացնում ենք աղը ու ջուրը, ձավարը ու ջուրը։ Ու դնում ենք տիկին շողեր։ Ստագործելու ենք Անի կատնամթերքի մածունը, որպեսզի ստանանք էլ ավելի համեղ սպաս։ Դե ինչ, սկսեցինք։ Ինքս իմ ակցիա պրոմոյի շրջանակներում 1170 դրամով։ Շատ լավ է։ Իդեպ նշեմ, որ օգտագործել ենք Երևան City-ի ցորենի ձավարը, որը սպասի համար լավագույն ընտրությունն է։ Ձավարը նախապես խաշել ենք մենք եւ հիմա լցնում ենք մեջը, նորից սկսում ենք խառնել։ Դնում ենք գեփի։ Դնենք գեփի։ Դե ինչ, մեր համեղ թարմապուր արդեն պատրաստ է, կարող եք վայելեք, Սոֆադյան կարող ես փորձել։ Առաջինը ես եմ փորձել իմ անկեղծ վարդույթը ասեմ։ Ես շատ լուրջ եմ տրամադրվել այս փորձարկմանը, այնպես որ սկսեցի։ Շատ հոմով է ստացվել։ Իսկ դուք արդեն գիտեք, թե այսօր ինչ պատրաստել։ Բարի ախորժակ։